տալու նման, կենսագրություն պատմելու նման կամ հարցաթերթիկ լրացնելու պես։ Մենք կուզենայինք, շատ կուզենայինք, որ այդ բառն իրոք դառնար անձնագիր, աշխարհին համար, ամենքի համար։ Մենք կուզենայինք, շատ կուզենայինք, որ նմանապես այդ բառն էլ լիներ նոր և իրական։ բացվի Սեզար։ Բարև եք ասում, Ալավերդու համար 2 հիմնական դպրոցի հարգարժան տնօրենին, ուսուցիչներին, ծնողներին և հյուրերին։ Բարև ենք ասում, մենք մեզ անծանոթ ու ծանոթ մարդկանց հենց նույն վայրկյանին։ Բարև ենք ասում, մենք բաց երկնքին, և հենց նույն պահին երկնագամարում բացվում է հրաշք գունեղ ծիածը։ Բարև ենք ասում լրակյաց հողին, և հենց նույն պահին ծիլը պատռում է կեղևը նրա։ Ու մեր բարևից փոթորիկն անգամ դառնում է երկնքում մի մեծ պարախ։ Չարը փոխվում է դառնում է բարի, ու մեր բարևից արցաթափան մարդն էլ է փոխվում ու դառնում իրոք մարդ։ Անկարելի բան աշխարհում չկա, եթե աշխարհում իշխում է բարին, որ մեր բերանում դարձել է բարև։ Ուրեմն անձնագիր ցույց տալու նման, կենսագրություն պատմելու նման կամ հարցաթերթիկ լրացնելու պես բարև։ Թե կուզես ծանոթ և անծանոթ մեր սիրելիներ, թող անկարելին դառնա կարելի աշխարհում համար, ամենքիս համար։ Դառնա կարելի, վաղը, հենց հիմա, դառնա կարելի, մեկ բառով, բարև։ Ողջունում ենք ձեզ, հարգելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ և հյուրեր։ Ողջունում ենք ձեզ այս բեմի շքեղ և ձեզ ենք ուզում ներկայացնել մեր փոքրիկ ընտանիքի պատմությունը։ Այսօր մենք կրկին բեմում ենք։ Ընտանիք, որը ձևավորվեց 2022-2023 ուսումնական տարում։ Սեպտեմբերի 1, միախառնված, հուզմունք և ուրախություն, ծնողների ձեռքը բռնած, մի խումբ մանուկներ վախվորած քայլերով մտնում էին դպրոց։ Երբ առաջին անգամ մտան դասասենյակ և տեսան իրենց ուսուցչուհուն, զգացին, որ հարազատ զգացողություն է թևածում դասասենյակում։ Եվ հենց նույն պահին Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոցում ձևավորվեց մի ընտանիք, ուրախ մոլորակ անունով, իսկ ընտանիքի անդամները դարձան իրենց ուսուցչուհու պայծառ ասպետները։ Առաջինը, որ սովորեցին, հեռացած մանկություն երգներ։ Այսօր ևս մեկ անգամ ուզում ենք հանդիսավոր կերպով հնչեցնել այն։ Say
ամուր կարչելով մեր հարազատ դպրոցին սկսեցինք սովորել ու սովորել, սիրել ու սիրվել, վիճել ու հաշտվել։ Այս 4 տարիների ընթացքում ունեցել ենք բազում ձեռքբերումներ՝ շախմատի, երգի, պարի և այլ բնագավառների։ Մասնակցել ենք դպրոցում կազմակերպված բոլոր միջոցառումներին և ունեցել ենք հաղթանակներ։ Այս 4 տարիների ընթացքում մենք մի փոքր ավելի մեծացանք, ավելի հասունացանք, լրջացանք։ Տավականն առաջին միջոցառում, մեր մանկության մոլորակում։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի փոքրիկ իշխանի կերպարը, հասկացա, որ ուրիշ է մեր աշխարհը, մեր մանկության մոլորակը։ Եվ այդ օրվանից ես սովորեցի ամեն օր կարգի բերել այն, ամեն օր արմատախին անել վնասակար խոտերը, որպեսզի դրանք երբեք չվնասեն օգտակար խոտերին։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի վարդին խնամող փոքրիկ իշխանի կերպարը, ես հասկացա, որ բացի արտաքին գեղեցկությունից գոյություն ունի նաև հոգու գեղեցկություն։ Այո, հոգու գեղեցկություն, չէ որ ես ես դա էի գտել և գնահատել իմ վարդի մեջ։ Կերպարը մարմնավորելիս ես հասկացա, որ աշխարհում ոչինչ երկրորդ անգամ չես գտնի։ Եվ դրա համար ամբողջ ձայնով ուզում եմ գոռալ. մի կորցրեք, մարդիկ, գնահատեք ձեր ունեցածը։ Երբ ես 6 տարեկան էի և այս շքեղ բեմից մարմնավորում էի թագավորին այցելած փոքրիկ իշխանի կերպարը, ես հասկացա, որ կյանքում հեշտ է ուրիշին դատելը, ամենադժվարը ինքդ քեզ դատելն է։ Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է դու իմաստուն ես, և այդ օրվանից ես սովորեցի պատասխանատվություն կրել իմ արարքների համար։ Երբ ես 6 տարեկան էի և այս շքեղ բեմից մարմնավորում էի աղվեսին հանդիպած փոքրիկ իշխանի կերպարը, ես հասկացա, որ միայն սիրտն է սրատես, որ ամենագլխավորը աչքով չես տեսնի։ Ես հասկացա, որ մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն, որ պետք է պատասխանատու լինեն նրանց համար, ում սիրում ես։ Երբ ես 6 տարեկան էի և մարմնավորում էի փառասերին այցելած փոքրիկ իշխանի կերպարը, Երբ ես 6 տարեկան էի, այո, այս շքեղ բեմից ես մարմնավորում էի գործարարին այցելած փոքրիկ իշխանի կերպարը։ Այդ օրվանից մենք հասկացանք, ուրիշ է մեծահասակների աշխարհը, նրանք չեն նկատում այնինչ մեզ համար է, եթե նրանք աշխարհին նայեն մեր աչքերով, կհասկանան, մենք հանճարեղ ենք յուրովի, ու այդ օրվանից ես հասկացա, որ իմ նկատմամբ չպիտի կորցնեն հավատս, և մենք ամբողջ կյանքում մեր սրտում վառ կպահենք մեր ուսուցչու պատգամը։ Սիրելի աշակերտ, հիշիր, դու կարևոր ես, դու միշտ կարող ես, դու կհասնես բարձրությունների։ Իսկ ես ուզում եմ բացականչել, մենք մեր ուսուցչուհու փոքրիկ իշխաններն ենք։ Մենք մեր ուսուցչուհու համար հանճարեղ ենք։ Ամբողջ աշխարհը մեզ համար ուրիշ տեսակ է, այն պատճառով, որ կա մեկը, ով հավատում է մեզ և վստահ է, որ մենք կհասնենք բարձունքների։ Ու մեր մոլորակում միշտ գարուն է երգ ու ծիծաղ, ամենուրեք թռչուններ են ու ծաղիկներ։ Եկեք, սիրելի ընկերներ, եկեք այսօր երգով ցույց տանք, թե ինչ է կատարվում մեր հոգում։ Օրը մեր քեզ է կարում է դառնում,
հեռու մի աշխարհ կա։ Աշխարհում այդ կա մի հրաշք տուն։ Ճիշտ է, այն այդքան էլ մեծ չէ, եւ որ շատ ուզես, կարող ես տեղավորել սրտիդ մեջ։ Թեև այն փոքր է, բայց տնակն ունի մեծ ու լուսավոր սենյակներ։ Ամեն կողմից արևը թափանցում է ներս ու ջերմացնում է այդ տան բնակիչներին։ Տնակում այդ միշտ հոգետով երաժշտություն է։ Թռչուններն այնքան գեղեցիկ են երգում այդ տան շուրջ բոլորը։ Պաշտպանված է յուրաքանչյուր մանուկ, ով ապրում է այնտեղ։ Ու տունն այդ կոչվում է Հայաստան։ Մենք մանուկներ ենք մի գեղեցիկ տան, որին պարզապես անվանում ենք Հայաստան։ Սիրում եմ քեզ, իմ Հայաստան, հայոց աշխարհ, իմ հայրենիք, մենք պաշտպանն ենք մեր երկրի, հայի երկրի, ազատ, ապար, իմ Հայաստան։ Ուզում եմ ես, շուտ մեծանամ, քեզ արժանի, զավակ դառնամ, քաջ ու անվար, զինվոր լինեմ, իմ Հայաստան, քեզ պաշտպանեմ։ Մտածում եմ ու զարմանում իմ այս փոքրիկ սրտում։ Ինչպես եք դուք տեղավորվում իմ Հայաստան ու հայ լեզուն։ Այս ամենը ճիշտ է հարկավ, հենց այնպես է, ինչպես որ կա, սակայն եթե մեզ հարցնեք, թե մենք ինչ ենք երազում, մենք կասենք միահամուռ. Խաղաղություն! Ես Հայաստանն եմ, ճիշտ կապուտանն եմ, կապույտ սեղանն եմ ու Հրազդանն եմ։ Հայկով արդանն եմ, Տիգրանն արքանն եմ, Մասրամ Մաշտացն եմ, գրապահացն եմ։ Ես լավաշ հացն եմ, սուրբ հացեկացն եմ, թորոզ ռոսլինն եմ, որդան կարմիրն եմ, նուր եմ ու խաղող, ծիրան ոսկեշով, խաչքար ու գմբեր, ես Հայաստանն եմ։ Մենք Հայաստանն ենք։
որդագրել մեզ։ Տարիմաց և ստեղծագործ, համերաշխ աշխատասեր, ընկերասեր ու մարդասեր, ուսումնատենչ, երաժշտական, աշխուժ և չարաճճի։ Ասում են, դաստիարակությունը գիտելիքից ավելի կարևոր է, սակայն մեր դպրոցը մեզ տվել է երկուսն էլ, այնքան բան է մեզ տվել, բայց դրանցից մեկը ընդհանուր է, բոլորինս է, դա մեր ընկերությունն է, որը մշտապես հաստատվեց մեր սրտի տնակում։ Մեր ընկերությունը ուրիշ է, ընդհանրապես քաղցրահամ է, որովհետև մենք սովորություն ունենք, հենց այնպես քաղցրավենիք կամ շոկոլադ բերել և հաճույքով հյուրասիրել մեր ընկերներին։ Մեր ընկերությունը սկսեց ու արմատացավ, մեծացավ ամեն բացվող օրվա հետ։ Մեզ օգնեցին մեր ուսուցիչները, նրանք մեզ սիրեցին ու մոտեցրին մեր դպրոցական ընկերությունը։ Հիմա մեր ընկերությունն այնքան ամուր է, որ բաժանվել չեն կարող։ Ոչ խաղի մեջ, ոչ դպրոցում, ոչ էլ ամբողջ կյանքում։ Եթե կերես, ընկերոջդ հետ տխրել իմացիր, ընկերոջդ սիրտը բացել իմացիր, ամեն գաղտնիք դու մի տարածիր, ընկերոջդ հարգել իմացիր, նրա պատիվն էլ պահել իմացիր։ Ընկեր թե սեր, ընկերը թանկ է, բայց սերը կյանք է, իսկ լավ ընկերը կյանքից էլ թանկ է։ Կյանքը ծովակ է, ընկերը նավակ, ընկեր չունեցար ուսուցվես հստակ։ Նա չէ ընկերդ, ով խղճում է քեզ, այլ նա, ով պատրաստ է օգնելու քեզ։ Կյանքում ոչինչ է ոչ մի բան, չի կատարվում պատահաբար, չի կատարվում և չի կորչում անհետևանք ու անարգում։ Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայրը անցնում։ Այսօր մենք այստեղ փոխելու ենք ձեզ համոզել, հաստատ որ կյանքում հարկավ, առանց ընկերոջ ապրելն է դժվար, նույնիսկ անհնար։ Մենք սիրում ենք բարեկամություն, արև, ծիծաղ, երգ ու պար։ Մեկ շեմը կակացող խաղացող Հարազատ ընկեր, իմ լավ դասընկեր, իմ ընկերուհի, դասընկերուհի, քեզ հասցրեցի անչափ շատ սիրել, այս երբ անցան ուրախ 4 տարի, դու միշտ հիշիր, իմացիր որ կամ, և ամեն պահի եթե պետք լինի օգնության կգամ։ Իսկ եթե կանչեց ու ես չգամ, իմացի, որ ես աշխարհում չկամ։ Իսկ գիտեք արդյոք, որ բարեկամներ հեշտ չէ վաստակել, եղել է մեզ մոտ և կռիվ և բեջ, բայց դե հենց հիմա կարող են կոչել, ընկերներ ենք մենք, ուսուսի տված, ազնիվ ու խիզախ։ Ագինես ու ցանգին
հիմա հնչելու է հրաժեշտի խորհուրդները, հրաժեշտ մեր առաջի ուսուցչությունն և մանկությանը, որը մեզ պարգևեց տարրական դպրոցը։ Ուզում եմ, որ մեր փոքրիկ սիրտը, որ գեղեցիկ ու կոկիկ, տնակի նման մաքուր է, նվիրել մի մարդու, որին բոլորը շատ են սիրում, և այլ սիրտը Մայրերին եմ նվիրում։ Մայր, սրբություն ամենասում, մայր, նրբություն ամենանում, դու ամենից կողքուսվեակ, դու արևից ավելի տակ, դու արևից զորող արև, այս երվասունց արևի տակ։ Դու տեքնություն ու վեհություն, դու հավերժող անմահություն, դու այրենիք, դու տեղ, դու տուն, դու խտացման ցափերություն։ Մայրս նման է իմ հայրենիքին, նրա պես ջինջ է, նրա պես հանգիստ, նրանք այնպես են շողում իմ հոգում, ինչպես արևը կապույտ երկնքում։ Ես հակարտարան սիրավ վլյարձանից, գծած պարք եմ տալիս եմ անուշ մարիք, իմ մայր հայրենիք, աշխարհում միայն մի սուրբ հայրենիք, աշխարհում միայն մի անուշ մարիք, նայում եմ մորոց, ինչ ասեմ նրան, գիշերն են նանքուն, ինձ օրորել, զրկանքներ քաշել, տանջանքներ կրել, ինչ էլ որ ասեմ, դեռ քիչ է մայրին։ Աշխարհում միայն մի սուրբ հայրենիք, աշխարհում միայն մի անուշ մայրիկ։ Դրանից առավել ոչինչ չեմ սիրում, ես քեզ եմ սիրում, իմ լավ ու բարի հոգատար մայրիկ։ Հանեմ գանձերը հայոց լեռների, շախտամ հոլորը մորս ոտքի տակ, քիչ է, ախ քիչ է էլի, շախտամ մարգարիտը համայն ծովերի, ծաղիկների հետ մորս ոտքի տակ, քիչ է, ախ քիչ է էլի։ Ցած բերեմ բոլոր բույրերն աստղերի, զույգ աչքերիս հետ ձգեմ ոտքի տակ, մորս ոտքի տակ, ախ քիչ է էլի, և թեկուզ անեմ իմ սիրտը բարի, գարի պես զոհեմ մորս ոտքի տակ, քիչ է, չէ, քիչ է էլի, լոք մայրն է այժմ խիչ հայրենիքի, դարերի կյանքներ թետաս մայրիկիս, աստված իմ, քիչ է, չէ, քիչ է էլի։ Եվ նայում եմ քո աչքերին ողջ աշխարհն է շփոթում, եւ քո դեմքի շպիտկը աշխարհն է ողջունում, եւ մայրս կա աշխարհում օրեր ուրախ են ասում, եւ մորոսուսն եմ զգում, սաթը բարդ եմ ինձ զգում։ Ախ, մայր սերի, ինչ անուշ ես, ինչ բարի, քո դեմքի ես նայելով, գարնան գալուսն եմ տեսնում։ Երբ նայում եմ քո աչքերին, ողջ աշխարհն է ինձ շփոթում, ցանկանում եմ անվերջ ժպտաս, մեր տան հրաշք, մի ժպտա։
սակայն մի պայմանով, որ նրանք փոխվեն, երեխաներին չնեղացնեն, կենդանիներին չոչնչացնեն եւ առհասարակ ոչ մեկին կատություն չանեն։ Միայն այդ դեպքում նրանք կդառնան մեր սրտի բնակիչները։ Այդպես է, չէ՞, անգամ եթե բոլոր մարդիկ բարյանան եւ մտնեն մեր սիրտը, մտածում եմ, միևնույն է, մեր սրտում էլի մի փոքրիկ տեղ կմնա։ Գիտես ինչ, ախր ինչպես կլինի, չէ՞ որ դեռ չենք տեղավորել մեր սիրելի ուսուցիչներին։ Ուսուցիչ անունը բարձր ու վսեմ, շատ ու շատ մասնագիտություններ գիտենք, բայց չգիտենք մի մասնագիտություն, որի մեջ այդքան կյանք ու շունչ կա։ Ուսուցիչ, սեր, հոգատարություն, ջերմություն, հաղանշանք ու համբերություն, որքան ջանք ու եռանդ եք ներդրում ձեր աշխատանքում, որքան սերը հոգատարություն կա նրանում, որքան եք նվիրվում ու սիրվում։ 6 տարեկան բոլորած, ճամփաներով ծանոթ, մոր ձեռք պին բռնած դպրոց մտամ աշկոտ։ Դուք ժտացիք մտերմիկ, հարազատի ջերմ սիրով, դպրոցի բակը փոքրիկ դարձավ մեծ ու լուսավոր։ Ես շատ փոքր եմ, երբ դպրոց մտա, եւ ինչ հրաշք էր այնտեղ ձեզ գտա։ Մայրիկիր ձեռք հանգիստ թողեցի, երբ ձեր հայացքից ամոն կարճեցի։ Փոքրիկ ենք եկանք դպրոց, դուք մեզ շատ բան տվեցիք, ինչպես զամակին խնամացիք, սիրեցիք։ Թոթովախոս մանուկ էիր, ջուրտից վսեմ խոսքը հայոց, դուք ուսուցիչ իմ դեմ բացիք, վետ տաճարի, դռները գոց, մետրոպատար հայոց լեզում, անգան քաղցր, անգան դուծիչ, դուք դարձրիք իմ դեմ բացիք, իմ առաջին ուսուցչուհի։ Մայրս կաթով ինձ սնեց, իսկ դուք լեզվով իմ հայոց։ Մայրս քարեր ուսանեց, իսկ դուք գրերը հայոց։ Մայրս աչքեր ինձ տվեց, իսկ դուք լույս իմ աչքերին։ Մայրս ձեռքեր ինձ տվեց, իսկ դուք ուժ իմ ձեռքերին։ Մայրս միայն ինձ է մար, իսկ դուք անթի փոքրերին, մորս պես թանկ ինձ համար, միայն դուք եք սիրել։ Ուրախ ենք ժտերես, բախտավոր յանջակ, գտել ենք մորս պես հարազատ ու բայսի։ Եղաք բարի, իմաստուն, խորհրդատու մեր կյանքի, միշտ կմնաք մեր սրտում, որպես կարոտ մեր անգին։
որ փայփլեն երկնքում, վառ աստղաշով։ Հավատում ենք, որ կդառնանք մենք աստղիկներ, հավատում ենք, որ կպահենք այն փոքրիկին 6 տարեկան, ում տվեցիք սեր մայրական։ Հանդիպեցին, այդ երբ անցավ, դպրոցական 4 տարի, դարձավ գտնված գունեղ անցադող։ Միշտ արդյուն 6 տարեկան այդ փոքրիկը դառնալու է ամբողջ կյանքից երջանկության գրավական։ Ջերմ մանկական մեր շուրթերին դողդողում են սիրո խոսքեր, ինչպես սողի կաթիլներն անթիվ երկնքում, որ շողում են ինչպես աստղեր։ Իսկ խոսքերը մեր սրտաբուխ, թող խամենվեն դահլիճում այս, իսկ հո տափուկ ժպիտները թող տրոշվեն ձեր սրտերում, դառնան թանձր հիշողություն, սպասումի կնիքի պես։ Սրտեցություն ի տեսություն։ Սիրտ է պետք, կարեցող, բոլորից դա
սիրելի երեխաներ, իմ մոլորակի շուրջ փայլող աստղեր։ Ես ձեզ շնորհավորում եմ տարրական դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Համոզված եմ, ինչպես այսօր փայլեցիք, փայլելու եք նաև միջին դպրոցում։ Փայլելու եք ձեր աշխատասիրությամբ, ձեր ընկերասիրությամբ, ձեր գիտելիքով։ Հիշեք, գիտելիքը ձեր թևերն են։ Այսօրվանից դուք բացում եք այդ թևերը և թռիչք կատարում դեպի մեծ կյանք։ Մի դադարեք սովորել, մի դադարեք երազել, եղեք ազնիվ ու բարի մարդ։ Ես ձեզ մաղթում եմ լուսավոր ճանապարհ, շատ բարիք, եղեք առողջ ու երջանիկ։ Սիրում եմ բոլորին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շատ սիրելի տնօրենին, ընկեր Միքայելյան ջան ձեզ։ Այս 4 տարիների ընթացքում մեր կողքին լինելու, մեր դասարանին միշտ օգնելու, աջակցելու համար։ Ընկեր Սարդարյան, ձեզ, ընկեր Բադալյան, մեզ միշտ աջակցելու համար։ Դասավանդող բոլոր ուսուցիչներին, ընկեր Վարուսյան, ձեզ, Միշ Ժավախյան, ձեզ, Ստելա Բարքևովնա, ընկեր Գասպարյան, ձեզ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր աղջիկներին, Իրինա ջան, քեզ, Ժաննա ջան, Մանե ջան, ձեզ։ Շատ սիրելի ծնողներ ջան ձեզ, այս 4 տարիներին միասին մեր համատեղ աշխատանքի համար, այսքան համերաշտ ընտանիք ձևավորելու համար։ Եվ վերջում շնորհակալություն եմ ուզում հայտնել մշակույթի տնօրեն ընկեր Բերանյանին այս հրաշք դահլիճը մեզ տրամադրել։ Շատ սիրելի մեր 4-րդ դասարանցիներ, այսօր դուք հրաժեշտ տվեցիք ձեր 4 տարվա մանկության դպրոցական կրսեր դպրոցական տարիքին եւ փակեցիք այդ 4 տարվա երջանիկ, անհոգ ձեր պատմությունը, ձեր ուսուցչի հետ միասին։ Այդ 4 տարիների ընթացքում դուք բավականին շատ մեծացել եք։ Դուք շեշտեցիք ձեր խոսքի մեջ, որ շատ բախվորած մտել եք դպրոց, բայց այսօր ես ձեզ նայում եմ, դուք շատ համարձակ եք, շատ վստահ եք, որովհետև արդեն հարուստ եք գիտելիքներով։ Ոչ միայն գրել-կարդալ սովորեցիք դպրոցում, այլ նաև ընկերություն, պատասխանատվություն, ինչպես դուք ասեցիք։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, մենք դա պիտի միասին շարունակենք միջին դպրոցում, դուք դեռևս չեք ավարտել, բայց այսօր այն տպավորություններ, որ դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին, բոլորս հուզվեցինք ձեր այդ պահվածքից։ Մենք պիտի հանդիպենք, դուք պիտի հանդիպեք դեռևս շատ ուսուցիչների, որոնք ձեզ պիտի դասավանդեն ու ձեր հիմքի վրա պիտի կառուցեն ձեր մյուս հաջողությունները։ Շնորհավորում եմ ձեզ ձեր այս 4 տարվա հաղթանակի համար եւ բնականաբար այդ հաջողությունները, որ ես թվարկեցի, դա ինքնըստինքնաբեր ու ինքնիստինքյան չէր։ Դա ձեր ուսուցչի մեծ աշխատանքի շնորհիվ էր, ընկեր Միսկարյան, շնորհակալություն ձեզ։ Այս տարիներին այս երեխաների կողքին լինելու այսքան սեր, ջերմություն, հոգատարություն իրենց տալու։ Մենք ականատես եղանք իրենց հաջողությանը արդեն իսկ արտաքին ստուգման ժամանակ։ Թե ինչքան գիտելիք ունեին իրենք եւ շատ գեղեցիկ կարողացան այդ փորձությունը անցնել իրենց համար, առաջին քննությունն էր, բայց իրենք բավականին հաջող հանձնել են։ Իհարկե գնահատականները չենք հաղորդել, բայց ես վստահաբար ասում եմ, որ իրենք շատ գեղեցիկ, շատ գերազանց հանձնել են իրենց առաջին քննությունը։ Եվ դուք արդեն փոխադրվել եք 5-րդ դասարան։
Հաջողություն եմ մաղթում ձեզ, բարի եւ ձեզ միջին դպրոցում, թող ձեր ճանապարհը հարթ լինի, հարուստ լինի գիտելիքներով, շատ կարդացեք, շատ, որպեսզի լավ քաղաքացի դառնանք մեր երկրի համար։ Շնորհակալություն մեր ծնողներին։ Ձեր աշխատանքը եւս ուսուցչի հետ միասին նկատելի է, եւ եթե դուք չաշխատեք, բնականաբար մենք այս հաջողություններին չենք հասնի միասին։ Սա երկստեղ աշխատանք է, որի արդյունքը մենք տեսնում ենք ամեն մեր միջոցառումների ժամանակ, մեր ստուգման ժամանակ, այդ արդյունքը նկատելի է։ Միշտ եղեք մեր կողքին, մյուս տարիներին էլ, միշտ ասում եմ, տարական օղակում շատ վախվորած, շատ մտահոգված կանգնում եք ուսուցչի կողքին, ձեր երեխաների ամեն մի քայլն եք ուսումնասիրում, հետևում, բայց հետո արդեն հանգստանում եք ու թողնում եք դա, բայց դա պիտի շարունակաբար ամեն տարի միասին մենք աշխատենք այս երեխաների համար։ Մեր նպատակը մեկն է, կրթել, դաստիարակել մեր երեխաներին, ունենանք զարգացած սերունդ, լավ քաղաքացիներ ունենանք մեր հայրենիքի համար։ Ձեզ հաջողություն, սիրելիներս, բարի երթ միջին դպրոցում, միշտ այսպես պայծառ, ուրախ, զվարթ, միշտ հպարտ դեմքով, միշտ քայլենք առաջ, դեպի հաղթանակ։ Հաջողություն բոլորիս։ Ողջունում եմ բոլորիս, ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Մեր փոքրիկները այսօր թարգեցին ներում ու մի պահ մի ակնթարթ հետ նայեցի 4 տարի առաջ, երբ մեր փոքրիկների ձեռքը բռնած մտանք համարյաճորդ դպրոց ու անվստահ փոքրիկ քայլերով ու հիմա նայում եմ այսքան գիտելիքով լեցուն, այսքան հպարտ, այսքան խելացի 4 տարի անցած, 4 տարվա ուղի անցած փոքրիկներ են կանգնած, որոնք ամուր են կանգնած, խելացի են շատ եւ այդ ամենի համար շնորհակալություն համարյաճորդ դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին եւ մեր սիրելի ընկեր Նիսկարյանին։ Այսքան մեծ աշխատանք անելու համար, այսքան մեծ հոգատարության համար, դպրոցը մեր երեխաների համար ոչ միայն ուսումնական կենտրոն է, այլ ընկերության, դաստիարակության ամենալուսավոր կետն է, որտեղ երեխաները զարգանում են, կրթվում են ու նայում են դեպի խաղաղ երկինք։ Շնորհավորում եմ բոլորիս երեխաներ եւ իմ խորին շնորհակալությունը մեր ողջ ծնողների կողմից հայտնում տնօրինությանը եւ մեր սիրելի ընկեր Նիսկարյանին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ընկեր Նիսկարյան, անկեղծ ասած այս տարիների ընթացքում դուք ոչ միայն ուսուցիչ եք, այլև ընկեր եք դարձել, մեր երեխաները ձեզ անկեղծ սիրում են, ոչ միայն պարտավորված հարգում են, այլ անկեղծ սիրում են։ Երեխեք ջան, ուզում եմ ձեզ ասել, իմացեք, որ դուք ամենալավն եք, ես միշտ խոսքում եմ, ամենադաստիարակվածն եք, կյանքում ոչինչից չվախենալ, սա ընդամենը առաջի փոքրիկ քայլն է դեպի միջին դպրոց, դեպի ավագ դպրոց, դեպի բարձրագույն կրթություն եւ այլն եւ այլն։ Սա ընդամենը առաջին քայլն է եւ համոզված եղեք, որ ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է։ Բարդագույն ծրագիր, բարդագույն երգեր եւ այսքան կազմակերպված, այսքան հիանալի, այսքան տեղատեղին ամեն ինչը շատ ապրեք եւ իհարկե ընկեր Նիսկարյան դուք եւ իհարկե դպրոցը շատ շնորհակալություն, հուսանք որ հաջորդ միջոցառումները կլինեն արդեն նոր ճոխ վերանորոգված դպրոցում։ Այո։